Որտեվ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ հայտարարել է, որ ինքը 65%-ի է գնում, ձևիցները նույնպես 35-40%-ի են գնում եւ միանշանակ է, որ փորձելու են Գյումրի 2-ի սցենարը անել եւ փոքրամասնության իշխանություն ձևավորել, ինչը արեցին Գյումրիում։ Եվ այդ պարագաներում ամեն ինչ թողնել, ասենք, ընտրողների վրա, ընտրողների գիտակցության, գիտակցական ընտրության եւ այլնի վրա, ես կարծում եմ, որ մեծ վտանգ կարող է ստեղծել հենց ձեր ասած նկատառումներով, որովհետև բացահայտ է, չէ, որ այն գումարները, որ արդեն իսկ ծախսվել են, ամենայն դեպս ուժեղ Հայաստանի կողմից, թե գովազդի վրա, թե գրասենյակների բացման, բոլոր այդ, չասեմ բոլոր մյուս ծախսերը, այսպես ասած, որոնց եթե համենայն դեպս իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն, մեծ մասը կարող է պարզվել, որ այդքան էլ օրինական չի, առավել ևս եթե ստուգվի, թե որտեղից է այդ կապիտալը գալիս, արդյոք օտարերկրյա ծագում ունեցող կապիտալ չի, մեզ համար գոնե որ, կարող է ստեղծվել այո պատկեր, որ խորհրդարան մտնի քաղաքացիական պայմանագիրը եւ զուտ ֆինանսական հենքի վրա ձայն գնելու, մարդ գնելու հենքի վրա, այո, Ռուսաստանին հաջողվի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ունենալ իր ֆրակցիան, թեկուզ ոչ իբրև իշխանություն, բայց ունենալ իր ֆրակցիան եւ ստացվի 21-26 թվականների խորհրդարան երկրի պետության ժողովրդի համար եւս 5 տարվա կորած ժամանակ։